Վարագա Սուրբ Խաչի տոնը հիշարժան դարձավ Արագածոտնի թեմի Երնջատապ գյուղի բնակիչների համար։ Այդ օրը վերահոծվեց գյուղի հին եկեղեցին Սուրբ Նշանը։ Այս սրբավայրը վերականգնվել է հիմնականում համագյուղացիներ Վարուժան Խալաթյանի, Արթուր Սողոմոնյանի ջանքերով։ Տարբեր աշխատանքներով սատարել են նաև գյուղի մյուս բնակիչները։ Տրմբացեքով սկսվեց օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոսյանը սրբալույս մյուրոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը։ Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Հովհաննես Աբեղա Թորգոմյանը։ Երնջատապցիներն ուրախ էին, վերջապես իրենց գյուղում էլ գործող եկեղեցի ունեն, որի օրհնությունն ու զորությունը զգալու են ամեն օր, ամեն ժամ։ Սուրբ Նշանը շատ հայերի համար դառնալու է ուխտավայր, համախմբումի վայր, մեր պապենական ժառանգությանը մշո երկրին, որտեղից են գաղթած այս գյուղի բնակիչների մեծ մասը մուշալաշկերտցիներ են։ Մեծ վերադարձի խորհուրդ եմ տեսնում։ Բոլորի համար հրաշալի մի տեղ, մի անկյուն, հին եկեղեցին վերակենդանացավ, վերաօծվեց, տա Աստված, որ մեր ժողովուրդն էլ վերաօծվի, նորից փրկվի, ապաշխարի, հին ու աղմաղ մեղքերից մաքրվի, սիրունանա, դառնա Հիսուսի Քրիստոսին արժանի զավակ, որովհետև դա է փրկությունը, դա է մեր միակ մխիթարությունը եւ դավիթենական կյանքին արժանանալու միակ հնարավորությունը։ Թեմակալ առաջնորդն իր երախտագիտության խոսքն ուղեց եկեղեցու կառուցման գործին մասնակցած հայորդիներին եւ դիմելով հավատացյալներին նշեց. այլևս ձեզանից է կախված, թե ինչ հարաբերության մեջ եք մտնելու Աստծո հետ։ Վերգտակ ձեր եկեղեցին, պիտի այն ամեն օր շենացնեք ու պայծառացնեք ձեր ներկայությամբ եւ սիրով։ Եկեղեցին իր դռները բացում է իր հավատավոր ժողովրդի համար, նշանակում է իր բերանն է բացում այդ ժողովրդի համար։ Երբ եկեղեցին իր դռները բացում է, նշանակում է ավետարանն է սկսում խոսել այդ ժողովրդի համար։ Երբ եկեղեցին իր դռները բացում է հավատավոր հոտի համար, այդ ժամանակ հաշտություն է տեղի ունենում հավատացյալի եւ Աստծո միջև։ Ինչու՞, որովհետև մատուցվում է Սուրբ Պատարագ։ Քրիստոսի զոհաբերության խորհրդով մենք հաշտվում ենք Աստծո հետ։ Աստված ներում է մեր բոլոր կատարած, գիտակցված եւ անգիտակից մեղքերը եւ մեզ ասում է հաղորդվիր իմ որդու Հիսուս Քրիստոսի Սուրբ մարմնի եւ արյան հետ։ Սրբազան հայրն իր շնորհակալությունը հայտնեց ոչ միայն բարերարներին, այլև Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ Երնջատապ համայնքի վարչական ղեկավար Հրաչ Սահրադյանին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած սիրո եւ հոգատար վերաբերմունքի համար։ Այնուհետև քահանահայրերը ընթերցեցին ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գրերը, ուղղված բարերարներ Վարուժան Խալաթյանին եւ Արթուր Սողոմոնյանին։ Ժամանակին, երբ որ խաղում ենք ու անցնում ենք այս տարածքով, այստեղ կար է շինությունը։ Ժամանակ ընդհանրապես շինություն։ Եվ հետո երբ որ մեր ավակները բացատրում են, որ սա ժամ է, սա սուրբ տեղ է, սա եկեղեցի է։ Բայց ավերակները, որ նայում ենք, հիշում ենք պատերի խաչերը, տեսնում ենք եւ այլն, սա մի ապրում է։ Հետագային, երբ որ տարիներ անցնում ու հասկանում ես, թե ինչ պատմության ու ինչ արժեքների հետ գոյություն ունես։ Սուրբ Նշանի կառուցման տարեթիվը հայտնի չէ, բայց խորհրդային տարիներին այս եկեղեցին եւս օգտագործվել է իբրև հացահատիկի անբարման պահեստ։ Տեր Մուշե Քահանա Վահանյանն է այստեղ սպասավորելու։ Տեր հայրը վստահ է, պատարակների միջոցով մարդիկ վերգտնելու են տարիների կորցրածն ու օր-օրի համախմբվելու եկեղեցու շուրջ։ Շատերն են արդեն պլանավորել օրն ու ժամը Սուրբ Նշանում մկրտություն եւ պսակ կատարելու համար։ Գիտեք, այստեղից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Աստվածընկալ վանական համալիրը։ Բայց երբ որ նայում ենք, տեսնում ենք, թե ինչպես 1800-ական թվականների գաղթից հետո այստեղ հաստատված մարդիկ, լինելով ընդամենը մի քանի ընտանիք, բայց նաև ունենալով Աստվածընկալ եկեղեցի ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա, բայց այս գյուղում կառուցել են այս մեծության եկեղեցի, դա նշանակում է, որ իրենք եղել են շատ հավատավոր ժողովուրդ եւ ցանկացել են, որ իրենց գյուղում էլ եկեղեցի լինի, որպես մի հոգևոր ընտանիք, ինչու, որովհետեւ կլինեն ծեր, տատիկներ, պապիկներ,
հիվանդ մարդիկ, որ հնարավորություն չեն ունենալ գնալ եւ հասնել որոշակի հեռավորության վրա մասնակցելու պատարագ, հենց իրենց գյուղի մեջ են կառուցել եկեղեցի, որպեսզի բոլորը ունենան հնարավորություն իրենց տկարությունների մեջ անգամ ունենալ հնարավորություն մասնակցել Սուրբ Պատարագի։ Սուրբ Պատարագի ավարտին հանդիսավորությամբ տեղադրվեց եկեղեցու խաչը։ Ապարանի տարածաշրջանի 17-րդ եկեղեցին է, որ օծվեց ու իր դռները բացեց հավատացյալների առջև։ Սեպտեմբերի 27-ին վերաօծվեց Սյունիքի Լոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Լորում տոնական օրն սկսվեց խաչերթով։ Հոգևորականների առաջնորդությամբ ժողովուրդը աղոթքով, շարականների երգեցողությամբ, ոտքով անցավ բնակավայրի փողոցներով, մինչև վերաօծվող եկեղեցի տանող ճանապարհը։ Օծման արարողությունը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։ Սրբազան հայրն օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, սյուները։ Մակար եպիսկոպոսը նաև վերաօծված սրբավայրում առաջին պատարագը մատուցեց։ Վերաօծման օրը պատահական չէր ընտրված։ Սրբագործումը կատարվեց Սուրբ Գևորգի տոնին, ում անունն է կրում եկեղեցին։ Գևորգ Զորավարը ինքը համարվում է քաջամարտիկ սուրբ, այսօրն եմ ընտրել, սեպտեմբեր 27, գիտեք ինչ է տեղի ունեցել, որ մեր բոլոր նահատակների համար էլ այսօր աղոթք անենք։ Լորի Սուրբ Գևորգը եռանավ բազիլիկ է, չափերով բավական մեծ, 17-րդ դարում է կառուցվել։ Մուտքի միակ դուռը կամարներով զարդարված սրբատաշ քարի շրջանակ ունի։ Այդ շքեղ բարավորի կամարների ներքո դռան ճակտոնին անձնագիր արձանագրություն կա, նշվում է կառուցման տարեթիվը, բարերարի Խոջա Պողոսի անունը։ Փոքր գմբեթը տասնամյակներ անց 18-րդ դարում է կառուցվել։ Ներսում հոյակապ կամարներ ու սյուներ կան։ Սովետական տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Կոլխոզի պահեստ է եղել անշուք վիճակում, համարյա թե արդեն ավերակի էր վերածվում։ Այդ սովետական կարգերից հետո սկսվեց եկեղեցին մաքրվելը բնակչության կողմից, ղեկավարության կողմից մաքրվեց այդ պահեստը լրիվ ամբողջովին մաքրվեց, դատարկ էր, բայց անշուք վիճակ, շատ վատ վիճակում մեր գյուղացի բարերար Արամյանի նախաձեռնությամբ սկսվեց վերանորոգել եկեղեցին։ Սիսյանի տարածաշրջանում ամենալավ պահպանված եկեղեցիներից մեկն էր եւ փառքաստու վերանորոգվել է արդեն եւ անպայման իր նպատակին կծառայի։ Ես համոզված եմ, որ մարդիկ անպայման կգան իրենց հոգեվոր պարտքը կատարեն էլ ես եկեղեցու։ Լորը առանձնահատուկ գյուղ է Սիսիանում, Լորը իսկական գյուղ է Սիսիանում, հոգևոր ոնց բան կա այստեղ, ինքնոք կա։ Ես այդպես եմ զգում ամենայն դեպս, դրա համար չի կտրվում Լորից իմ, ասենք, կապն էլի։ Այսօր ասենք ծնողներս չկան, պապստատը չկա, բայց մեկ է Լորը ինձ համար մնում է Լոր։ Անշուք վիճակում եւ խոնարհված եկեղեցին այցելուի պակաս չի ունեցել։ Մարդիկ հիշել են սրբավայրի նշանակությունն իրենց պապերի կյանքում եւ նույնիսկ անաստվածության տարիներին փոխանցել այդ հիշողությունը սերունդներին։ Թյուր կարծիք կա, որ մենք զանգեզուրցիներս կրոնից հեռու ենք, բայց լինելով այստեղ ես կարող եմ փաստել հակառակը, որ հակառակ։ Այստեղ հենց Աստծո մեծ զորությունը կա։ Տեսեք, դեռևս 5-րդ դարից եկած, հա, մենք եկեղեցիներ ունենք, սրբատեղիներ ունենք, անգամ գյուղի ծայրամասերում կան արդեն իսկ կիսախարխուլ վիճակում գտնվող եկեղեցիներ ու սրբավայրեր, որտեղ երիտասարդները, աշակերտները հաճույքով են գնում ու յուրաքանչյուր հյուրի առաջարկում են լինել նաև փոքրիկ խաչում, որի գմբեթը գրեթե չի երևում։ Այսինքն իսկապես այո, այստեղ կա եկեղեցուն մոտ լինելու, Աստծու մոտ լինելու հավատն առ Աստված այստեղ մեծ է։ Վերաօծվելուց առաջ եկեղեցին նորոգվել է։ Բարերարը Լոր գյուղի բնակիչ Միքայել Արամյանն է։ Ես հիշում եմ, թե ինչպես էր հայրս ասում, որ անպատճառ յուրաքանչյուր համայնքում մարդիկ պետք է ունենան իրենց եկեղեցին, ինչու, որովհետև ինչու պետք է դա վերականգնել, որ մարդիկ պետք է կարողանան ունենալ այնտեղ, որտեղ հոգևորի Աստծո հետ կկարողանան հաղորդակցվել։ Բացարձակ նշանակություն չունի, թե որքան է դրա համար մարդկային, տեխնիկական կամ այլ ֆինանսական ռեսուրսներ գնում, շատ կարևոր է այն վերաբերմունքը, որով մարդիկ ովքեր զբաղվում էին եկեղեցու
փոքրի շատ է, վերականգնման աշխատանքները, վերանորոգման աշխատանքները, այն ամենով ինչ անհրաժեշտ է, որպեսզի նա հասնի օծման, ինչպիսի ոգևորություն ունեն, որովհետև դա մի աշխատանք է, որը չի նախատեսում զուտ ռեսուրսներ, դա նախատեսում է հենց հոգևոր մարդկային ջանքեր ներդնելը եւ ես շատ կարեւորում եմ դա եւ շատ հպարտ եմ, որ այդպիսի ընտանիքում եմ ապրում։ Վերաուծվելուց հետո Սուրբ Գևորգում պատարակներ կմատուցվեն, մկրտություն, պսակ եւ այլ ծեսեր կարվեն։ Այս տարի է ուծվել նաեւ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը դարձյալ 17-րդ դարի կառույց է։ Ինչպես խաչը, այդպես էլ եկեղեցին իր թևերի տակ հավաքում է իր հավատացյալներին հավատավոր հոտին եւ թող Աստված տա, որ մեր ժողովուրդը չհեռանան իրենց բնորանից եւ համախմբվեն եկեղեցու հարկից ներս էլ ավելի զորացնեն, շենացնեն մեր բնակավայրերը։ Հերմինե Հակոբյան, Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, եկեղեցական կյանք։ Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հովվական այցով մեկնեց Թաթարստանի մայրաքաղաք Կազան։ Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի անդամների հետ։ Նույն օրը Եզրաս Սրբազանի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնօրնեկի արարողությունը։ Սա մեծ իրադարձություն էր ինչպես տեղաբնակ հայերի, այնպես էլ քաղաքի բազմազգ բնակչության համար։ Արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչներ, շրջակա քաղաքներից եւ Հայաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր։ Շարականների ու սաղմոսների երգեցողության ներքո հոգևորականները նախ ջրով, ապա գինով լվացին վեմ քարերը, որից հետո Եզրաս Սրբազանը օծեց դրանք։ Խաչանիշ քարերը եկեղեցու խաչքավորները զետեղեցին աղոթատան հիմքերում։ Նվիրական օրվա առիթով շնորհավորելով Կազանի հայերին, Սրբազան հայրն ասաց, որ նորակառույց եկեղեցին համախմբելու ու խթանելու է հոգևոր եւ ազգային կյանքը, օրհնություն է բերելու նրանց ընտանիքներին, նպաստելու է համերաշխության ու փոխհամագործակցության հաստատմանը։ Ըստ նախագծի աղոթատունը 27 մետր բարձրություն է ունենալու։ Կառուցվելու է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել հովատուն եւ մշակութային կենտրոն։ Մերօրյա Թաթարստանում սա առաջին հայկական եկեղեցին է լինելու։ Հնագիտական հետազոտությունները սակայն ցույց են տալիս, որ քաղաքի կենտրոնից ոչ հեռու պահպանվել են հայկական տապանաքարեր, ինչպես նաև հայկական եկեղեցու հետքեր։ Արաբ ճանապարհորդ եւ գիտնական Ահմեդ Իբն Ֆադլանը 922 թվականին Վոլգայի երկայնքով ճամփորդելիս գրել է, որ բուլղար թագավորի յուրդը ծածկված էր հայկական գորգերով։ Ըստ պատմական աղբյուրների հայկական առաջին բնակավայրերը Վոլգայի շրջանում հայտնվել են 11-րդ դարում։ Տարածաշրջանում, հատկապես Կազանում, ձևավորված հայկական մեծ գաղութի ակտիվ գործունեությունը նպաստել է 1842 թվականին Կազանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կազմում հայագիտության ամբիոնի ստեղծմանը։ Արագ զարգացող այս տարածաշրջանում այսօր ավելի քան 7000 հայ է ապրում, իսկ Կազան քաղաքում մոտ 3000։ Հայերն այստեղ հիմնականում ներգրավված են առևտրի եւ շինարարական աշխատանքների ոլորտում։ Ալվարդ Նազարյան, Ալեքսանդր Մելնիկով, եկեղեցական կյանք, Կազան։ Խաչվերացից 2 շաբաթ անց հայ առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն հայ առաքելական եկեղեցուն։ Տերունական նշանին նվիրված տոնին հավատացյալները պատրաստվում են 1 շաբաթյա պահեցողությամբ։ Ըստ ավանդության Գայանյանց կույսերը Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով ապաստանել են Վարագա լեռան վրա եւ Տիրոջ խաչափայտի մի մասունք ամփոփել են այնտեղ։ Հետագայում 653 թվականին Վարագա լեռան վրա Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթքով եւ ծոմապահությամբ խնդրել են Տիրոջը ցույց տալ մասունքի տեղը։ 12 լուսեղեն սյուներ են երևացել լեռան շուրջը, իսկ նրանց միջև լուսավոր խաչի նշանը։ Լուսեղեն սյուները 12 օր երևացել են Վարագա լեռան գագաթին։ Դրանք հեռավոր վայրերից եւս տեսանելի են եղել։ Ներսես 3-րդ տայեցի կաթողիկոս Նիհիշատակ Վարագա Սուրբ Խաչի երևման հրաշքի տոն է սահմանել եւ 12 լուսեսյուների երևման վայրում Սուրբ նշան եկեղեցին է կառուցել։ Տերունի նշանը պահվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ գործածվում է Սրբալույս Մյուրոնի օրհնության ժամանակ։ 2003 թվականից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ամեն տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին դուրս է բերվում Սրբազան պահոցից եւ բերվում է Վարագավանք։ Այդ օրը նոր Վարագավանքում հարյուրավոր ուխտավորների աղոթք է հնչում։
Այս տարի եւս Վարագա Սուրբ Խաչի տոնին ուխտավորաբար խաչերթով նոր Վարագավանք այցելեցին հարյուրավոր ուխտավորներ միասին աղոթելու եւ հոգեպես նորոգվելու։ Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից ժամանած հավատավորները ավանդական խաչերթով բարձրացան նոր Վարագավանք։ Տոնի եկեղեցական արարողություններն ավարտվում են անդաստանի կարգով։ Սուրբ պատարագից հետո անդաստանի կարգ կատարվեց։ Խաչափայտով օրհնվեցին Տավուշ աշխարհի 4 կողմերը, այգիներն ու դաշտերը, գյուղերն ու շեները, հանուն բարեբերության, հարատևության եւ խաղաղության։ Խաչի այս տոնի խորհրդիցներ շատ կարեւոր է, երբ որ մենք իրական գիտակցենք խաչի կրելու մեր ուխտը եւ այս խաչի շուրջը, այս սրբության շուրջը, որ պիտի համախմբվենք եւ ամբողջական միասնական նոր հաղթանակներ ձեռք բերենք։ Վարագա Սուրբ Խաչի պատգամն է հավատարիմ լինել այդ խաչին, այդ խաչի զորությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի խաչը մեզ համար ոչ թե դառնա եւ վերածվի պարզ մի զարդի, այլ այն դառնա եւ մենք հիշենք այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս իրականացրեց խաչի վրա բոլորիս փրկության համար, որովհետեւ խաչը մեզ համար մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո հաղթանակի նշանն է։ Տոնական օրն այստեղ վերածվում է նաև մշակութային փառատոնի։ Տավուշ հայրենակցական միության նախաձեռնությամբ վանական համալիրին հարող տարածքում հնչեցին ազգային երգն ու երաժշտությունը, հանդես եկան հորովել համույթը եւ Բերդի մշակութային խմբերը։ Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Հասանի ջուր գետակի ձորում, Վարագավանք գյուղի մոտակայքում։ Տեղակայված է բարձր ժայռի վրա եւ շրջապատված է անտառածածկ լեռներով։ Արձանագրությունների համաձայն վանական համալիրը 12-րդ դարում կառուցել են կյուրիկյան իշխանները։ Սեպտեմբերի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը հաստատվել է 653 թվականին, երբ Թոդիկ եւ Հովել ճգնավորները գտել են Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Խաչի երևում, խաչվերած, Վարագա խաչ եւ խաչի գյուտ։ Խաչին նվիրված տոները 4-ն են։ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն հայ եկեղեցուն։ Նշվում է խաչվերածից 14 օր հետո սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած Կիրակի օրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը հանդիսապետում էր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատարագիչը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն էր։ Եկեղեցական ավանդության համաձայն Սուրբ Հռիփսիմեն է խաչապայտի մասունքը բերել Հայաստան եւ որպիսի չընկնի հեթանոսների ձեռքը պահել է Վարագա լեռան քարայրներից մեկում։ Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը Սուրբ նշանը գտնելու փափագով բարձրացել են լեռան վրա եւ 12 օր աղոթքից ծոմապահությունից հետո նրանց երևացել է Սուրբ նշանը։ Ներսես Հայրապետը տոն է սահմանել եւ 12 լուսեսյուների երևման վայրում Վարագավանքը կառուցել։ Վարագա Սուրբ Խաչի տոնը անխախտ նշվում է արդեն 14 դար։ Պատարագի ընթացքում կոչ արվեց աղոթել արդեն ամիսներ շարունակ անազատության ու զրկանքների մեջ գտնվող սրբազան հայրերի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ մեր մյուս հայրենակիցների համար, որոնք ապօրինաբար գտնվում են բանտում։ Խաչը մեր առաջնորդող ու լուսավորող ուժն է, ինչպես դարեր առաջ Վարագա լեռան վրա, այնպես էլ այսօր խաչին ապավինողները հրաշքներ են տեսնում։ Իր քարոզում ասաց պատարագիչը. Խաչը միայն անցյալի պատմություն չէ, այլ մեր կյանքի ամենօրյա ուղեկից է։ Երբ դժվարությունների մեջ ենք, խաչը հիշեցնում է, որ ոչ մի դժվարություն հավերժ չէ։ Խաչով մահը դառնում է հարություն, փորձությունները հաղթանակ, ասաց սրբազանը եւ հորդորեց վերափոխվել հանուն ամենազոր խաչի։ Փրկության, հաղթանակի եւ հավիտենական կյանքի նշան է խաչը։ Հայ եկեղեցում երկրպագության առարկա լինելուց բացի ամեն ինչ օրհնվում, սրբագործվում է խաչով։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Արքեպիսկոպոսին դատարանի դահլիճում ծափահարություններով եւ սրբազան վանկարկումներով դիմավորեցին։ Աջակիցներին շնորհակալական ողջույններով արձագանքեց նաեւ Սրբազանը։ Քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին պաշտպանական կողմը բացառք ներկայացրեց, հիմնավորմամբ, որ սեպտեմբերի 24-ին վերջինս մեղադրական վերդիկտը հրապարակելուց
եւ լրացուցիչ դատական լսումների օրվա մասին հայտարարելուց անմիջապես հետո հեռացել է դահլիճից։ Կողմերին չտեղեկացնելով, որ նախքան հերթական դատական նիստը նրանք կարող են միջնորդություններ ներկայացնել դատարանին։ Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ վերջնական դատավճռից հետո իրենք պատրաստվում են որոշակի իրավական քայլերի դիմել դատավոր Արմինե Մելիքսեթյանի նկատմամբ։ Հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մի նիստի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարած արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը քննեց նաեւ Միքայել Սրբազանին վերագրվող հանցանքը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները պատժի տեսակի եւ չափի մասին որոշում կայացնելու համար։ Հանրային մեղադրողը պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չներկայացրեց եւ միջնորդեց Սրբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը 2 տարի 6 ամիս ժամկետով։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում։ Առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել են դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու եւ արդեն կարճաժամկետ միջև 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Հիմա այդ ինչից որոշեց դատախազը, որ պետքա գա հատկապես ազատազրկում, մի հատ էլ 2.5 տարի։ Ակնհայտ չէ, որ սա նորից քաղաքական էս բնույթի հետապնդման շարունակությունն է, սա կոնկրետ հանձնարարություն է։ Հակառակ դեպքում բացառվում է որևէ այլ գործով գալ եւ նման միջնորդություն անել։ Լրագրողների հարցին, թե ինչու մինչև այժմ պաշտպանական կողմը չի ներկայացրել Սրբազանի առողջական վիճակի կամ անցած ուղու մասին փաստեր, որոնք կմեղմացնեին դատարանի որոշումը, պաշտպաններն ասացին, որ Սրբազանն անձամբ չի ցանկացել նման քայլի դիմել, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում, հետևաբար դատարանին խնդրանքով դիմելն իմաստ չունի։ Դատական նիստին ներկա էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ մեր եկեղեցու տարբեր թեմերի բարձրաստիճան հոգեվորականներ, քահանաներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանիսյանը դատական նիստի ավարտին հայտնեց իր կարծիքը։ Արդարադատություն, որը իրականացվում է, իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է։ Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգևորական է։ Եվ պետք է հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել։ Ինչպես մեր նախորդ հայտարարության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նշել էինք, որ մենք չենք ընդունում Միքայել Սրբազանի մեղավորությունը, որ շինված ապօրինի գործընթաց է գնում, մենք նույն կարծիքին ենք մնում, առավել եւս համոզվեցի, երբ այսօր մեղադրող կողմը մի անգամից 2.5 տարվա խափանման միջոցը որպես ազատազրկում առաջարկեց։ Գիտեք, այն հսկա մի գրեթե 1000 էջանոց տրցակը իր առջև որ դրված էր, որը որ որևէ այսքան նիստերի ժամանակ չթերթատվեց եւ հայտնի չէ մեջը ինչ է, քանի որ չգիտեմ, գուցե ես չեմ լսել, դուք բոլորդ լսել եք
մեղադրող կողմից այդ 2000 էջ պարունակողից գոնե մի էջը ինչ է։ Ինձ թվում է պարզապես այդ թղթերի վրա, ամեն էջի վրա գրված է։ Մեղավոր է եւ վերջ ծունկի բերել նստացնել։ Ամեն էջի վրա անընդհատ կարդալու եւ իրականացնելու նման արտարադատություն։ Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև ենք կանգնում այսպես կոչված իրական Հայաստանում։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա թե մեղադրողի, մեղադրող կողմի եւ թե դատավորը, որ ունեն զավակներ եւ իմ աղոթքն է առաստված, որպեսզի նրանց զավակները իրենց կյանքի ընթացքում երբևէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների։ Եվ վստահ եմ, որ Աստված մեր աղոթքը կլսի եւ նրանց երեխաներին կփրկի իրենց նմաններից։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում վաղ առավոտից օրը ազգային երկու պարով էր սկսվել։ Վարագա Սուրբ Խաչի տոնին առաջին անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի էր բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվեցին դեպի եկեղեցի։ Մասունքն ուղեկցող թափորը ճանապարհին ավելի բազմանվար դարձավ։ Բոլորն էին շտապում հաղորդակցվել մասունքից բխող զորությանը եւ մասնակցել տոնական պատարագին։ Պատարագը մատուցեց Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը։ Պատարագին երգում էին Ղազարավանի Մենաստանի միանձնուհիները։ Յուրաքանչյուր մեկս ինքնին մի մեծ խաչ ենք, երբ որ բացում ենք մեր թևերը, դառնում ենք խաչակիր։ Եվ այսպիսով ավելի մեծ խաչ ու ավելի մեծ ծանր խաչ չկա, քան ինքներս մենք մեր դժվարությունների մեջ, մեր խաչելությունների մեջ, բայց նաև Տիրոջ հարությամբ եւ այսօր այդ հարության լուսավոր տոներից մեկն է, մենք դժվարությունների մեջ աղոթում ենք եւ այսօր այդ հարությունն ենք ապրում եւ ինչ մեզ բախտ եւ ինչ մեզ հաջողություն Աստծուց եւ ինչ մեզ մեղավորներից պատիվ, որ խաչափայտի մասունք այսօր այստեղ հանգրվանեց։ Ագարակի Սուրբ Աստվածածինը խոնարհված եկեղեցի է։ Վաղ քրիստոնեական միանավ բազիլիկա այս եկեղեցին 4-ից 6-րդ դար է թվագրվում։ Ագարակցիները հիշում են, որ մինչև 1970-ականները եկեղեցին գրեթե ամբողջությամբ հողով էր ծածկված։ Այստեղ պարբերաբար, ինչպես Տեր Սևակն է ասում, հետախուզական բնույթի պեղումներ են իրականացվել։ Եկեղեցին ազատվել է հողածածկույթից։ Ներկայիս ագարակցիները վանեցիների ժառանգներ են։ Գյուղ չի եղել 18 թվին, մերոնք որ քոչ եկել են այնտեղից Վանից հիմնականում, եկել են 18 թվին ստեղ։ Եկել են հիմնել են մի քանի տուն, ու մի հոգու թողել են ստեղ պահակ, որը կոչվել է, ոնց էր կոչում, կարաուլ, այսինքն պահակ էլի։ Այս տարածքի վրա տներ էր, այնտեղ իմ տատի տանն տունն է եղել, ստեղ որ մենք ապրել, մեծացել եմ, ոմավառություն լինում է։ Ես գոնե նկատում եմ, ես հիմա գյուղում չեմ ապրում, բայց նկատում եմ, որ եկեղեցում հավատացյալները չեն մոռացել։ Դու զգում ես, որ քրիստոնյա ես, դու զգում ես, որ հայ ես։ Պատարագի ավարտին մասունքը թափորով տարվեց գյուղի մյուս, դարձյալ Սուրբ Աստվածածին անունը կրող նորակառույց եկեղեցի, որտեղ էլ հավատացյալները հաղորդակցվեցին կենարար մասունքի հետ, նորոգեցին իրենց ուխտը։ Կարծես իրենց հայրերի Աստծուն վերագտան այսօր եւ անչափ գոհունակ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին վեհափառ հայրապետին, մեր թեմի բարեխնամ առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, ովքեր անխոնջ կերպով եւ լիասիրտ կամքով թույլ տվեցին եւ մենք այսօրը դարձրեցինք իրականություն եւ Վարագա Սուրբ Խաչի տոնը վարագեցիների կամ վանեցիների հետնորդների կողմից եւս մեկ անգամ խոնարհումի եւ վերապրումի առիթ դարձավ։
Պաշտոնական օրնագարակ գյուղում շարունակվեց մատաղի օրհնությամբ եւ Մարաթուկ մշակութային կենտրոնի կատարումներով, ինչպես ընդունված էր հնում, երբ պատարագից հետո եկեղեցու բակում համընդհանուր ուրախությունը շարունակվում էր։ Հնում ավելի մասսայական էր դա տեղի ունենում, ավելի ջերմ էր։ Եվ մենք պարտավոր ենք այդ ամեն ինչը նոր սերնդին բացատրելու, որպեսզի կարողանանք մեր մշակույթն ու կրոնը հանձնենք նոր սերնդին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Սեպտեմբերի 28-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Աստրացի Գրաց քաղաքի կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին, գլխավորությամբ հայր Ալոիս Քյոլբլի։ Նորին սրբությունը իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին, ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ եւ արդյունավոր փոխգործակցություն։ Նորին սրբությունը հիշեց Ավստրիայում ուսանելու տարիները ուսանողական ընկերներին, որոնցից շատերը հիմա կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ են։ Անդրադառնալով մեր օրերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, հայոց հովվապետը իր շնորհակալությունը հայտնեց քույր եկեղեցիներին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։ Սա իմ եւ մեր խմբի որոշ անդամների երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ անցած տարի ենք եկել եւ կրկին հանդիպել ենք վեհափառ հորը։ Իսկապես մեծ պատիվ է մեզ համար նրա հետ հանդիպելը։ Ուրախ ենք նաեւ, որ հնարավորություն ունենք տեսնել ձեր երկրի գեղեցկությունը։ Գիտենք նաեւ մարտահրավերները, որոնց առջև կանգնած եք։ Ուզում ենք ասել, որ մենք ձեր կողքին ենք, տեղահանվածների եւ մյուս ձեր հայրենակիցների կողքին։ Եվ սա մենք մեզ համար շատ մեծ փորձառություն ենք համարում։ Ավստրիայից ժամանած ուխտավորները եղան նաև Մայրաթորի թանգարանում, ծանոթացան այստեղ պահվող սրբությունների, ձեռագրերի ու եկեղեցական պարագաների պատմությանը։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Օդեսա քաղաքում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց հայ-ուկրաինական միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկային մարզային ու քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաներ, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը, Ուկրաինայի հայերի միության անդամներ, հյուրեր տարբեր վայրերից։ Ամենքի համար էր օրը սպասված եւ տոնական, քանի որ դպրոցն արդեն 2 տարի է գործում է, սակայն բացման պաշտոնական արարողությունը տարբեր հանգամանքներով ձգձգվում էր։ Աշակերտները մշակութային ծրագիր էին պատրաստել հյուրերի համար, տոնական միջոցառումը ընկընտրելուց հետո տեղի ունեցավ նաեւ շնորհաբաշխության արարողություն։ Ամենայն հայոց հայրապետի սրբատար կոնդակով դպրոցի հիմնական բարերար գործարար Սուրեն Սարդարյանին շնորհվեց մեր եկեղեցու պատվո բարձրագույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան։ Սրբազան հայրը դպրոցի մյուս բարերարներին օրհնության գրեր եւ շնորհակալագրեր բաշխեց։ Պատվոգրեր ու շնորհակալագրեր բաշխեցին նաեւ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Եկեղեցապատկան դպրոցի շինարարությունը սկսվել է 2021 թվականից, կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ուսուցումն այստեղ երկլեզու է, հիմնական առարկաները ուկրաիներեն են, իսկ հայագիտականները հայերեն լեզվով։ Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ժամանած ուխտավորների խմբին գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Մեկ օր առաջ Մայր տաճարում ուխտավորաբար մասնակցել են Վարագասուրբ խաչի տոնական պատարագին, այսօր որդիական խոնարհությամբ եկել են նորին սրբության օրհնությունը ստանալու։ Ամեն այցելությանս ավելի ու ավելի բարելավված եմ տեսնում Հայաստանը, այս անգամ 5 թոռնիկներից հետ եմ եկել։ Իդեպ նրանցից մեկն իր ծառայությունն է բերում մեր եկեղեցում եւ հայերեն խոսել է սովորում։ Ուզում եմ, որ նրանք ավելի մոտիկից զգան, ճանաչեն Հայաստանն ու հայկական շունչը։ Հայրս Ժոզետ Իշչեքենյանը բարերար էր, Ներսես շնորհալի իշխանանշանակիր։ Նա շատ մոտ էր հայ եկեղեցուն, այնքան մոտ, որ Վազգեն Վեհափառն իր Բրազիլիա կատարած 3 այցելությունների ժամանակ հյուրընկալվել է մեր տանը։ Իսկ այսօր ես 5 թոռներիս հետ այցելեցի հայոց հայրապետին եւ ստացա նրա օրհնությունն ու պատգամը։ Այսօր մենք այցելեցինք
վեհապար հոր մեզ ընդունեց եւ իր պատկամը դրվավ մեզի։ Շատ շնորհակալ ենք, որ ունեցանք այս արիթը հանդիպելու եւ մոդեն ծանոթանալու։ Թեև ես երկու անգամ որ վեհապարը այցելած է Բրազիլ, ես ներկա եղած եմ եւ ես նաեւ մաս կգազմեմ հայ հիմնադրամի։ Ուրեմն միշտ զարայող եղած եմ հայ ազգին եւ հայ եկեղեցու։ Կարծես թե եւս մեկ անգամ վերհիշեցրեց կարևորությունը, որ յուրաքանչյուր հայ ուրել գտնվի, ուրել ապրի, պարտականություն ունի թե մեր ազգի, թե մեր եկեղեցի առաջ, այսպես շատ ոգեշնչված եմ։ Ուխտագնացությունը մեկ նպատակ ունի՝ զորացնել Սփյուռքում ապրող հայ մարդու կապը հայրենիքի եւ եկեղեցու, մեր մշակույթի հոգեվոր ժառանգության հետ։ Հայրենիքի նկատմամբ սիրով եւ ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել ու հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, ասաց հայոց հայրապետը։ Վերապրելով հայոց ցեղասպանությունը, աշխարհով մեկ նորից կերտել են ազգային հոգեվոր կյանք եւ նպաստել հայրենաշինության գործին։ Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր գնահատեց համայնքային կյանքում թեմակալ առաջնորդի եւ թեմի հոգեվոր սպասավորների իրականացրած աշխատանքը։ Իսկ ուխտավորներին պատգամեց անսասան մնալ հավատքի մեջ, ամեն ջանք գործադրել զորացնելու համայնքը եւ օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին եւ եկեղեցուն։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։